Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից Gastro-Time-ն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Այսօր կխոսենք ատրոֆիկ գաստրիտի եւ ստամոքսի քաղցկեղի սարսափեցնող շղթայի մասին։ Ահա թե ինչպես մի մարդու, ով անցել է սովորական գաստրոսկոպիա, կարելի է շատ արագ վերածել հոգեբանի կամ հոգեթերապևտի պացիենտի, գրելով ատրոֆիկ օջախային գաստրիտ առանց բիոպսիա վերցնելու, ցույց տալով նրան կորեայի շղթան։ Սա այն ճանապարհն է, երբ ատրոֆիան վերածվում է մետապլազիայի, դիսպլազիայի եւ վերջում ստամոքսի քաղցկեղի։ Շատ կարևոր դեմքով պացիենտին բացատրել, որ ատրոֆիայի դեմ ոչինչ չենք կարող անել եւ այսուհետ ասել, որ պետք է անընդհատ ստամոքսը հսկվի ու վերջում էլ մի պատմություն պատմել, թե ինչպես իր բարեկամը կամ ծանոթը մահացավ ստամոքսի քաղցկեղից։ Ամենազարմանալին այն է, որ այս ահաբեկող շղթայի մեջ գտնվող ամեն կետը առանձին ճիշտ փաստերից է բաղկացած, բայց այժմ փորձեմ վերլուծեմ ողջամտորեն այս հարցի շուրջ։ Այո, կորեայի շղթան իրական է։ Ատրոֆիան կարող է զարգանալ դեպի մետապլազիա, այն դեպի դիսպլազիա, այն էլ դեպի ստամոքսի քաղցկեղ, բայց այս ամբողջ շղթան տևում է իրականում տասնամյակներ, ոչ թե ամիսներ։ Այսինքն այն միտքը, որ այսօր ունեմ ատրոֆիա, 6 ամիս հետո ստամոքսի քաղցկեղ, իրականությանը չի համապատասխանում։ Ավելի հավանական է, որ այսօր ունեմ ատրոֆիա, 10-ից 15 տարի հետո կարող եմ ունենալ մետապլազիա, իսկ 10-ից 15 տարի հետո էլ հնարավոր դիսպլազիա։ Այո, մենք չունենք կախարդական տեղ, որը ընդունելով կարող ենք կանգնեցնել ատրոֆիան, բայց դա չի նշանակում, որ ատրոֆիան անընդհատ պետք է զարգանա։ Բազմաթիվ մարդկանց մոտ այն մնում է անփոփոխ, նույնիսկ առանց որևէ միջամտության։ Վիճակագրությունը հստակ է, ատրոֆիա ունեցողներից 50-ից միայն մեկի մոտ կարող է զարգանալ ստամոքսի քաղցկեղ, իսկ մետապլազիա ունեցողներից 39-ից մեկի մոտ կարող է զարգանալ քաղցկեղ։ Այո, կոնտրոլ գաստրոսկոպիան անհրաժեշտ է, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է կատարեք գաստրոսկոպիա ամեն հանգստյան օրերին։ Եթե դուք ունեք ատրոֆիկ գաստրիտ առանց աուտոիմուն ֆոնի, ապա բավական է կատարել գաստրոսկոպիա 3 տարին 1 անգամ։ Իսկ եթե կա նաև աուտոիմուն գաստրիտ, ապա տարին 1 անգամ։ Այո, ստամոքսի քաղցկեղից հնարավոր է մահանալ, բայց եթե մարդը հսկվում է պարբերաբար, ապա այդ վերջնական փուլին պարզապես կարող է չհասնել։ Երբեմն ուղղակի զայրացնում է այն, թե ինչպես է ատրոֆիա բառը լսած մարդու աչքերը լցվում վախով, կարծես նա 1 շաբաթ հետո ստամոքսի քաղցկեղ է ունենալու։ Մինչդեռ մոռացվում է ամենակարևորը, մենք հայտնաբերում ենք ատրոֆիան եւ հսկում այն, որպեսզի միջամտենք նախքան քաղցկեղի զարգացումը։ Առողջ եղեք եւ իրազեկված, եւ չմոռանաք բաժանորդագրվել Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։